Could you please elaborate on what happened, what came of these investments? Yeah. First of all, thank you for the question. Նախ շնորհակալություն եմ հայտնում TRIP-ի մասին հարցի համար։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունները եւ հանդիպումները Եվրոպական միության կողմից ընդունվել են դրական, եւ այդ օրվանից սկսած մեր բոլոր հանդիպումներում եւ հանրային միջոցառումներում մենք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը աջակցելու այս նախաձեռնություններին եւ տարածաշրջանի կապակցվածությանը։ Այսպիսով մենք պատրաստ ենք գործարկել մեր բոլոր գործիքները ոչ միայն ձեր հիշատակած ծրագրի շրջանակում, այլև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում, որը եւս Եվրոպական միությունը ողջունել էր դեռ 2 տարի առաջ։ Եվրամիությունը մշտապես եւ հետեւողականորեն աջակցել է տարածաշրջանում խաղաղությանը եւ մենք շատ ուրախ ենք, որ այժմ խաղաղությունը գալիս է։ Իհարկե, դեռ կան բազմաթիվ մանրամասներ, որոնք պետք է հստակեցվեն, սակայն մենք այստեղ ենք, որպես Հայաստանի հայ ժողովրդի եւ կառավարության հուսալի գործընկեր, աջակցելու ձեզ այս ջանքերում։ When it comes to the 2.6 or 2.5 billion, this is really very important commitment which we have. Ինչ վերաբերում է 2.6 կամ 2.5 միլիարդ եվրոին, ապա սա շատ կարևոր պարտավորություն է, որը մենք վերցրել ենք դեռ 2021 թվականից սկսվող ժամանակաշրջանի սկզբում։ Հավանաբար հիշում եք, որ հուլիսի կեսերին կայացավ առաջնորդների հանդիպումը Բրյուսելում։ Վարչապետ Փաշինյանը հանդիպեց նախագահ Օլանդի, ինչպես նաև նախագահ Կոշտայի հետ։ Այդ հանդիպման ընթացքում մենք հայտարարեցինք, որ ընթացքի մեջ գտնվող ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 2.5 միլիարդ եվրոյի։ Դրանք ներառում են արդեն իրականացվող, ինչպես նաև ծրագրված նախագծեր։ Օրինակ, Սևանից մինչև Քաջարան ձգվող մայրուղին թունելով հանդերձ այս նախաձեռնության մաս է կազմում։ For instance, the highway from Sijan to Kajaran, together with the tunnel, is part of this initiative. And these are all investments that we are putting in place from EU. Այս բոլոր ներդրումները իրականացվում են ինչպես Եվրամիության բյուջեից, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից վերցված վարկերի եւ Թիմ Եվրոպա ձևաչափի այլ գործընկերների մասնակցությամբ։ Unique initiative that we are going to present to you today and tomorrow is precisely part. Այս եզակի նախաձեռնությունը, որը մենք ներկայացնում ենք այսօր եւ վաղը, հենց այդ մեծ ջանքերի մի մասն է։ 0.5 billion we have also the Green Yerevan initiative, the 87. Այդ նույն 2.5 միլիարդի շրջանակում կան նաև այլ նախագծեր, կանաչ Երևան նախաձեռնությունը, 87 ավտոբուսների ֆինանսավորումը, ավելի քան 50 մանկապարտեզների վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի եւ Վրաստանի միջև էլեկտրականության միացումն արդիականացնելու ներդրումները, որոնք շատ կարևոր են Հայաստանի էլեկտրականության շուկայի բացման համար, թույլ տալով նաև ավելի շատ կանաչ էներգիայի ծրագրեր եւ ներդրումներ։ Հայաստանը մեծ ներուժ ունի, մասնավորապես արևային վահանակների միջոցով էներգիայի արտադրության ոլորտում։ Տարածաշրջանի հնարավոր բացվելը խաղաղ գործընթացի համատեքստում կարող է ստեղծել բազմաթիվ նոր հնարավորություններ, եւ դրանք միայն բիզնեսի հնարավորություններ չեն, դրանք վերաբերում են հայ ժողովրդի, Հայաստանի տնտեսության եւ որակյալ զբաղվածության աճին։ Opportunities for the Armenian people, for the economy of Armenia, but also for more and more quality employment of the Armenian workers and citizens. So this is part of our partnership. We are not here to. Սա մեր գործընկերության մի մասն է։ Մենք այստեղ չենք պարզապես աջակցելու համար։ Մենք այստեղ ենք ձեր կողքին կանգնելու համար, որպեսզի Հայաստանը դառնա ավելի դիմակայուն, անկախ եւ ինքնիշխան։ Կցանկանայի նաև հիշատակել Եվրամիության առաքելությունը Հայաստանում, որը դեռ շարունակում է իր աշխատանքը, ապացուցելով Եվրամիության աջակցությունը խաղաղությանը եւ նորմալացման գործընթացին տարածաշրջանում։ Սա եւս մեկ նշան է եվրոպական ժողովուրդների համերաշխության Հայաստանի հետ։ Այսինքն Եվրամիությունը պատրաստ է մասնակցել TRIP ծրագրին, ճիշտ եմ հասկանում։ TRIP, am I correct? The European Union is ready to participate. Եվրամիությունը պատրաստ է մասնակցել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին, որոնք իրականացվելու են այս տարածաշրջանում։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի կառավարության, ինչպես նաև մյուս գործընկերների հետ։ Անցած շաբաթ Բրյուսելում էի ֆորումի շրջանակում։ Սա երկրորդ համաժողովն էր, որին մասնակցեցին բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի վարչապետը։ Մենք քննարկեցինք, թե ինչպես է առաջիկա ժամանակաշրջանում զարգանալու Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի
Հայաստանի միջև կապակցվածությունը։ Այս գործընթացում ընդգրկվելու է նաև ամբողջ տարածաշրջանը, այդ թվում Հայաստանը։ Include the whole region, including Armenia. Do we have any time? Կան արդյոք ժամկետներ կամ հստակ թվեր ապագայի համար։ This depends very much on the maturity of the projects, as always. So we are in touch with all the partners in the. Դա մեծ մասով կախված է նախագծերի պատրաստության մակարդակից։ Մենք շարունակ կապի մեջ ենք տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ, այդ թվում Հայաստանի կառավարության։ Մենք շարունակելու ենք աշխատել ձեր ժողովրդի եւ տեղական ընկերությունների հետ, հասկանալու թե ինչպես կարող ենք իրականացնել այս ծրագրերը եւ օգնել կարողությունների զարգացմանը։ Դա նույնպես շատ կարեւոր է լինելու, որպեսզի Հայաստանը կարողանա սպասարկել աճող բեռնափոխադրումները եւ նոր արտադրանքների ու արժեքային շղթաների հոսքը, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով։ The value chain which is going to go through Armenia.